Պահել ազգային դիմագիծը, փոխել, թե փոխել պահելով։ Կկարողանա եկեղեցին դիմակայել իշխանությունից եկած հարվածներին։ Փորձագետները տարակուսում են, եկեղեցին աշխարհիկ Հայաստանում ձեռքը պահում է հանրային զարկերակին, սակայն զգուշավոր հեռավորություն է պահում քաղաքական գործընթացներից։ Քաղաքական գիտությունների դոկտոր Արսեն Գասպարյանն առաջարկում է գնալ համարձակ քայլի, հայկական ազգային եկեղեցին դարձնել պետական, թեմերի առաջնորդներին էլ ազգային ժողովի անդամ։ Այսպիսով Գասպարյանի համոզմամբ կամրապնդվեն եկեղեցի-պետություն հարաբերությունները։ Հայ առաքելական եկեղեցում փայլուն հոգևորականներ կան, որոնք կարող են նաև իրենց ներդրումն ունենալ հայոց պետականության զարգացման հարցում եւ ինչի՞ չէ, եթե եկեղեցին պետական դառնա, եպիսկոպոսներ եւ արքիեպիսկոպոսներ, հայ հոգևորականները կարող են իրենց ներդրումը ունենալ մեր պետության եւ հատկապես այս դեպքում օրենսդրական դաշտում։ Փոփոխությունը միայն սահմանադրական, ավելի պարզ Գասպարյանն առաջարկում է, որ պետությունը երաշխավորի եկեղեցու անվտանգությունը, եկեղեցին էլ հայի հոգևոր անվտանգությունն ու ազգային հիշողությունը։ Եկեղեցին դառնա պետական Հայաստանում եւ մենք քննարկել ենք տարբեր մոդելներ, որոնք գոյություն ունեն աշխարհում, հատկապես ես շեշտը դրել եմ Եվրոպական միության երկրների վրա, ասենք Դանիայի, Մալթայի եւ այլ եվրոպական երկրների վրա, որ բացարձակապես ժողովրդավարությանը խոչընդոտ չի հանդիսանում, երբ որ եկեղեցին պետական է դառնում։ Արևելագետների միության նախագահն առաջարկվող փոփոխությունների մասին հոդված է գրել, որը մեծ արձագանք է գտել նաև օտարերկրյա դիվանագիտական շրջանակներում։ Genesis Armenia ուղեղային կենտրոն հիմնադրամի հետ էլ քննարկում են կազմակերպել։ Genesis Armenia-ի ղեկավար Աբրահամ Գասպարյանը թեև համամիտ է եկեղեցու դերի սահմանադրական ամրապնդմանը, այդուհանդերձ հորդորում է զգույշ լինել հնարավոր ռիսկերն ու ծուղակները շրջանցելու համար։ Եվ 95 թվականի սահմանադրությամբ ընդհանրապես ամրագրվեց պետություն եկեղեցի հարաբերությունն ինչ որ մի մոդել, որը մինչև օրս գործում է։ Հիմա եթե մենք կանգնենք եւ ասենք, գիտեք ինչ, եկեղեցին ազգային դաշտից պետք է տեղափոխել, հա, սփյուռք ունեցող, ցանցեր ունեցող ազգի դեպքում տեղափոխել բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքների դաշտ, ես այդտեղ բազմաթիվ ռիսկեր եմ տեսնում, որովհետեւ ես որևէ երաշխիք չունեմ, որ Հայաստանում կգա որևէ իշխանություն եւ կասի դիցուք մենք այսօրվանից դավանում ենք բուդդիզմը կամ չգիտեմ ինչի, եկեղեցին թող տեսնի ինչ է, իր գլխի ճարի ինչպես է տեսնում։ Հետ պատերազմյան Հայաստանում ավելացել են հայկական ինքնության սպառնալիքները։ Արցախի նախկին արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը մատնացույց է անում առաջարկվող ծրագրի ներքին վտանգները։ Արդյոք եկեղեցին պատրաստ է, խոսքը ոչ թե նրա մասին է, որ ես գնահատում եմ մեր հոգևոր հայրերի վեհապար տիրոջ կարողությունները, բայց եկեղեցին դա մի ինստիտուտ է, մարմին է, որը պետք է որոշակի զարգացում ապրի եւ հասնի այդ մակարդակի, որ կարողանա նաև ստանձնի այդ առաքելությունը։ Առաջարկների փաթեթը փոփոխություններ է նախատեսում օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանություններում։ Խորհրդարանի քարտեզը Արսեն Գասպարյանի համոզմամբ պիտի սեղմվի գաղափարական առումով։ Պետք է ձևավորել 5 քաղաքական ուժ, որոնցից 3-ը ավանդական կուսակցություններից։ Սփյուռքն էլ պիտի ունենա ներգրավվածություն։ Այսպիսով, ըստ բանախոսի, հնարավոր կլինի խուսափել միահեծան իշխանությունից։ Սփյուռքի մարդկային կապիտալի ներգրավվածությունը, այսինքն բարձրորակ իրավաբանների, բժիշկների, ինժեներների, տարբեր մասնագետների ներգրավվածությունը Հայաստանի պետական ապարատում, կարծում եմ ավելի արդյունավետ կդարձնի մեր պետական համակարգը, լինի դա դատական, գործադիր իշխանություն։ Խորհրդարան, որի падգամավորների 60%-ը կունենա իրավաբանական կրթություն եւ 10 տարվա մասնագիտական փորձ։ Քրիստոնեական Հայաստան վերտառության հոդվածում Արսեն Գասպարյանը մանրամասն ներկայացնում է ինչպես փոխել խորհրդարանի կառուցվածքը։ Հայաստանում կարծեմ 120-ից ավել կուսակցություններ կան։ Դա շատ է փոքրիկ Հայաստանի համար եւ քաղաքական դաշտը մասնատվում է, երբ որ դու այդքան կուսակցություններ ունես, հատկապես երբ որ կան մարդ կուսակցություններ։ Ես կարծում եմ հիմքը իմ առաջարկի նախ եւ առաջ այն է, որ քաղաքական կուսակցությունները պետք է ներկայացնեն մեր Հայաստանի բնակչության կոնկրետ ինչ-որ հատվածները։ Առավոտ օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն էլ է կարծում, որ այսօրվա ազգային ժողովն իրավական գիտելիքի պակաս ունի։ Իշխող կուսակցության իրավական կրթություն ստացած աղջիկ պատգամավորը ասում է, որ
դատարանը իրավունք ունի որոշելու, թե ում է կաթողիկոսը նշանակում թեմի առաջնորդ եւ ում չի նշանակում։ Այսինքն այդ падգամավորի իրավական գիտելիքները ավելի տկար են, հա, քան միջին իրավական գիտելիքները։ Ինչպես գործնականում կիրառել այս մոդելը քննարկման բանախոսները գնդակը նետում են կուսակցությունների դաշտ։ Հեղինակը պնդում է նման առաջարկը կապահովագրի Հային ու Հայաստանը քաղաքական համակարգը կդառնա վստահելի, հավասարակշռված եւ հաշվետու։ Սադամակարյան, Էդիկ Մալաքյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Instagram-ում, Telegram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք պաշտոնական մեր կայքի 3w abcmedia.am։